Այսօր Նիկոլ Փաշինյան վայելում է ժողովրդի վստահությունը։ Նիկոլին էլ թող գնա, մեկ ես էլ չարկում։ Вообще չեմ սիրում։ Երեխեք ջան, տենց հարց եք տալի, բնած հարցնեք, լուսինը երևում է ցերեկային ժամերին կամ գիշերը։ Ոչ։ Մի քիչ բարդ հարց եք տալի, վստահությունը այդպես միանգամից չի կարելի ասել։ Իմ կարծիքով ընտրությունները 26 թվականի ռեալ ցույց կտան ինչ է։ Ես չեմ կարծում, որ համատարած ուրեմն ինչ-որ խախտումներ կամ բան կլինեն, բայց ռեալ իրա վարկանիշը գերեվա 26 թվականի ընտրություններից։ Իրան չեմ ընտրելու։ Թալանի մասին բոլորն է խոսում են, թե այս կողմը ճիշտ է մի քիչ ավելի շատ, մյուս կողմը մի քիչ ավելի քիչ, ասենք, չգիտեմ, սուբյեկտիվ, օբյեկտիվ ինչ-որ պատճառներ է բերվում եւ այլ եւ այլ։ Դա էլ էլի այդպես միանշանակ պատասխան իրենից չի կարող ենթադրել։ Իհարկե ոչ։ Դա պետք է հեռանա, միայն դա պարտված ուժը պետք է հեռանա, բայց նրանք պայքարում են ամեն ինչ անել, որպեսզի մնան։ Բայց չեմ կարծում, ինձ թվում է շատ քիչ տոկոս իրանք կվայելեն, շատ քիչ ընտրություններին, թե Գյումրի, թե ազգային ժողովի, ես այդպես եմ կարծում։ Իհարկե ոչ։ Ինչի։ Դե ինքներդ գիտեք ինչ պատասխանեմ։ Նաև տեսեք, արխիվում Գյումրի ընտրություններն են եւ այս ֆոնին Ես բիզնեսմեն մարդ եմ, գործ չունեմ քաղաքականության հետ։ իսկ դուք ինչ կասեք։ Հա, շատ է վայելում, էլ ուրիշ հարց չտակ։ Իսկ ինչով է վայելում։ Ամեն ինչով։ 7 տարում 7 Ամեն ինչով։ Ուրիշ հարց մեր կյանքը շատ է լավացել ամեն ինչ լավ է։ Էլ ուրիշ հարց չտակ։ Քանի տարի է Թալանը ետ է բերում, բայց ինքն է տանում Թալանը բոլոր։ Հայերեն վատ եմ խոսում, բայց կարամ ասեմ, որ ոչ։ 100% ոչ։ Ես տեղեկել եմ ռևոլյուցիայի համար եւ 2 տարի հետո հասկացա, որ как всегда փողի համար կռիվեր է ամեն ինչը։ Իմ կարծիքը տենց է։ Իրանք ապրում են, իր ժողովուրդը քանի գնում վատանում է ժողովրդի վիճակը։ Կներեք, ես հայերեն վատ եմ խոսում եւ վրթոված, բայց դուխով մարդը քանդեց, այդ կարող եմ ասել։ Ես միայն կցանկանամ, որ այնպես լինի, որ մեր երկիրը նորմալ ապրի, բարգավաճեն մեր երեխեքը։ Միայն դա եմ ես ցանկանում, որ ծառայությունն էլ նորմալ ընթանա, այս խաղաղ պայմաններում, եթե դա իհարկե խաղաղ պայման է, երեխաներ են զոհվում այդքան մեր ջահել երեխեքը։ Ես մենակ դա եմ ցանկանում, խաղաղություն ու բարենպաստ կյանք լինի, որովհետև ահավոր վիճակ է հիմա։ Վարում է ժողովրդի վստահությունը, երբ է վայելել, որ չէ ասի։ Նաև տեսեք, ընտրությունների ֆոնի նախընտրական արշավ չեք դիտարկում դուք այն, որ այսօր խոսում է Թալանացը հետ բերելու մասին։ Թող իր տվածները հետ բերի են, որ տվեց Թուրքին։ Հետո Թալանացի մասին իր կուսակցության անդամներից է Թալանները հետ բերի։ Այսօր նաև Գյումրիում ընտրություններ է սպասվում եւ տեսնում եք բավականին ակտիվ ՔՊԱ-ականները քարոզարշավ են այնտեղ իրականացնում։ Արդյոք Գյումրիում ՔՊԱ-կանը կհաղթի։ Բա ինչ պետք է անի։ Իսկ եթե վստահությունը չի վայելում, ինչպես։ Վստահությունը կապ չունի, նկարիչը նկարելու է, թիվը վերջ բրծավ գնաց։ Տեն չի։ ՔՊԱ-ականները մի տոկոս էլ ձեն չեն հավաքի։ Բայց նկարիչը կնկարի այդ ամեն ինչը, կասին ու 80% ձենում են։ Լուչը չէ, ես պատասխան եմ Նիկոլ Փաշինյանի մասին ասված խոսքեն։ Ես ոչ մի բանի չեմ մասնակցել, ոչ մի ընտրության չեմ մասնակցել, ոչ է ցանկություն եմ իր մասին ինչ որ մի բան արտահայտվելու, շատ վատ կարտահայտվեմ, խայտարակ կլինեմ։ Իսկ դուք։ Լավ է, մալադից։ Դե չգիտեմ, ընտրությունները ցույց կտան։ Ոչ, չեմ կարծում։ Արխիվում նոր ընտրություններ են, ում եք տեսնում։ Չէ, Իրան հաստատ չէ։ Այդքան բան։ Նաև տեսեք, այս օրերին Գյումրիում ընտրություններ են սպասվում, ինչ եք կարծում, Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը կհաղթի, որտեղ մեծ ազդեցություն է թողելու համապետական ընտրությունների վրա։ Եթե ադմինիստրատիվ ռեսուրսը կակաբույջն խոտան, կարող է, հա։ Տեսնենք, ուզում ենք, որ չհաղթի։ Նույնը։ Ես միշտ ընտրությունների մասնակցել եմ, չեսն է, էլի։ Ինչքան որ մասնակցել եմ, չեսն է եղել, բայց եթե եկել են ուզեցել են զառով տանելու,
անպատվել եմ իրանց էլ է։ Վայելում է։ Ստոմա չէ։